Քննությունը սկսված է ձեր սպասելիքները հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միջնորդության քննության սկսումը պարզացավ, թե ում է մակագրվել գործը, Գայո Դոլմազյանը Հարությանը եւ հասարակությանը հայտնի է որպես իշխանությունների սրտի որոշումներ կայացնող դատավոր։ Դուք ինչ սպասելիքներ ունեք հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը, ինչու են բռնել։ Արդեն իսկ քաղաքականներով չի կողմից։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է, դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Մեզ հանրահավաքով մի սպառնում։ Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց։ Իրենք, որ հանրահավաք են արել, սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարցնել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար, կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Ինչպես եք դուք գնահատում, եւ ինչպես եք այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ը, 15%-ը։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակները մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքան օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Դուք այսօր ասել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, ասեց այնքան են հարձակվելու Հայաստանի վրա, մինչև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը դες հետ քննարկել է, թե ինքը իր ձևով է հարձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, մեկ ամիս է ժամանակ տալիս, որ ամբողջ աշխարհը իմանա, դրանից տոները նշեց, որ գրողներ են, հիմա Հայաստանի վրա ոչ ոք չի կարող գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրեն եք բանանեն կկալանավորեն։ Իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է վերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Ասում են հաջորդը դուք եք լինելու, դուք հոգեպես պատրաստ եք այդ բանը։ Մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերաններ է դառնալու։ Որացնում եք այդ արտահայտությունից, ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջին անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից ենթադրվող հավաքից հետո որոնք լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղղակում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույց տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց։ Դուք հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի
դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանության։